Adobe Illustrator-ում նկարելու համար գոյություն ունեն պերսպեկտիվ ցանցեր, որոնք օգնում են մեզ ստեղծել գեղարվեստական աշխատանքներ պերսպեկտիվայի օգնությամբ։ Այդ artwork-երը կամ գեղարվեստական աշխատանքները ստեղծելու համար Adobe Illustrator-ում գոյություն ունեն 3 տեսակի պերսպեկտիվաներ, որը դուք հիմա տեսնում եք։ Առաջինը դա 1 կետանոց պերսպեկտիվան է, երկրորդը 2 կետանոց պերսպեկտիվա եւ 3-ը 3 կետանոց պերսպեկտիվա։ Այսինքն, ինչպես մենք գիտենք, այս կետերը կոչվում են անգլերեն vanishing point կամ հեռանկարային կետեր, համապատասխան հայերեն, եւ դրանք այն կետերն են, որտեղ բացարձակ վերանում է մեր օբյեկտը։ Այս պերսպեկտիվաները Adobe Illustrator-ում ունեն նաեւ կարգավորող կետեր, ինչպես դուք հիմա տեսնում եք այս նկարի վրա, որոնց օգնությամբ կարելի է փոփոխել ինչպես պերսպեկտիվայի ցանցի դիրքը մեր աշխատանքային դոկումենտում կամ artboard-ում, փոփոխել նրանց vanishing point-ները, անկյունը, պերսպեկտիվայի այս ցանցերի չափերը եւ բացի դրանից Adobe Illustrator-ը հնարավորություն է տալիս ստեղծել օբյեկտներ եւ գցել այդ օբյեկտները հեռանկարային ցանցերին, այսինքն perspective grid-ին։ Illustrator-ում մենք ունենք նաեւ selection tool, perspective selection tool, որը տարբերվում է move tool-ից եւ direct selection tool-ից, նրանով որ այդ perspective selection tool-ի օգնությամբ մենք կարող ենք տեղաշարժել, գցել տեքստերը, օբյեկտները եւ սիմվոլները պերսպեկտիվային, այսինքն հեռանկարային ցանցերին, ինչպես նաեւ կատարել տեղափոխություններ այդ ցանցերի միջև, փոփոխել չափերը, պատճենահանել այդ օբյեկտները, ինչպես նաեւ փոփոխել նրանց դիրքը համապատասխան պերսպեկտիվաներին։ Բացի դրանից Adobe Illustrator-ում գոյություն ունի մի widget, որը դուք հիմա տեսնում եք աչի վրա, որը հնարավորություն է տալիս ակտիվացնել այն հեռանկարային հարթությունները, որոնց մենք ցանկանում ենք գցել օբյեկտները եւ համապատասխան աշխատենք նրանց հետ։ Այժմ տեսնենք, թե ինչպես է ստեղծվում Adobe Illustrator-ում perspective grid-ները կամ հեռանկարային ցանցերը։ Այդ գործիքը Adobe Illustrator-ում կոչվում է perspective grid tool եւ նրա shortcut-ն է Shift P։ Այժմ եթե մենք սեղմենք այս գործիքի վրա, ապա դուք կտեսնեք, որ մենք ստացանք մեր perspective grid-ը, փոքրացնենք նրան, որ հարմար լինի ամբողջը նրան նայել։ Եվ այստեղ տեսնում եք այս պերսպեկտիվայի գործիքների համախմբում նաև գոյություն ունի perspective selection tool Shift plus Ven shortcut-ով։ Սա, ինչպես դուք տեսնում եք, ամբողջ perspective grid-ն է, եւ այստեղ կան կետեր, համապատասխան կարող ենք փոփոխել մեր հեռանկարային ցանցը։ Եթե մենք այս կետերից տեղափոխենք, ապա այդ կետերի հետ կտեղափոխվի նաև ամբողջ ցանցը, եթե մենք նրան ուզում ենք դիրքորոշենք մեր աշխատանքային միջավայրում։ Այստեղ մաուսը, ինչպես տեսնում եք, նրա կողքը փոփոխվում է symbol, այսինքն դառնում է 4 ուղղություններով խաչ։ Ամեն անգամ, երբ որ դուք շարժում եք ձեր մաուսը, նրա կողքի սիմվոլը ցույց է տալիս, թե ինչ գործողություններ նա կարող է
անել, եթե մենք օրինակ տեղաշարժում ենք այս կետի վրա, ապա այստեղ մենք կարող ենք իջացնել այս հարթությունը և փոփոխել մեր պերսպեկտիվայի բարձրությունը։ Եթե մենք կանգնում ենք այս կետերի վրա, ապա մենք կարող ենք բարձրացնել մեր հեռանկարային հորիզոնը և փոփոխել այն անկյունը, որից որ մենք նայում ենք օբյեկտի վրա։ Այս կետերը, ինչպես դուք տեսնում եք, սիմվոլը փոխվում է երկու ուղղություններով սլակի վրա, թույլ է տալիս մեզ փոխել հեռանկարային կետերը, այսինքն vanishing point-ները x և կոորդինատով համապատասխան փոփոխելով այս անկյունը։ Այստեղ պերսպեկտիվ գրիդի վրա մենք ունենք չափողականություն, այսինքն կանոն, որտեղ դուք կարող եք տեսնել չափերը, որոնք համապատասխանում են ռեալ իրական չափերի։ Այս կետերը նաև այստեղ ունեն հարթությունների փոփոխությունները մենք կարող ենք անել կրճատելով այս ցանցերի չափը, որը դուք գիտեք հեռանկարում կառուցվում է vanishing point-ից այս և այս ուղղությամբ, և ունենք մենք այստեղ մի հնարավորություն նաև փոփոխելու մեր երրորդ կետը, որը աշխատում է այս երկու հեռանկարային կետերից տարած ուղորդների հետ և մենք կարող ենք փոփոխել մեր հեռանկարի ուղորդները։ Այստեղ նաև կա հնարավորություն փոփոխելու ցանցերի մեծությունը, որով մենք աշխատում ենք չափողական տեսանկյունից, որ կարողանանք մենք ավելի լավ տեղավորենք օբյեկտները։ Բացի դրանից այստեղ կան կարգավորիչ կետեր, պոինտներ, որոնք թույլ են տալիս տեղաշարժել մեր հարթությունները, ինչպես աջ ու ձախ, այնպես էլ ամբողջ հարթությունը հորիզոնական մենք կարող ենք տեղափոխել։ Ինչպես տեսնում եք, մենք կարող ենք կարգավորել մեր հեռանկարային ցանցերը, ինչպես որ մենք կուզենանք։ Այս հեռանկարային ցանցերը ունեն իրենց կարգավորումները, որոնց հետ մենք կծանոթանանք հաջորդ մեր տեսանյութում։